Պարոն Բագրատյան, երեկ հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ ղարաբաղցիների ակցենտով ինչ որ մարդիկ դիմակավորված, զինված սպառնում էին վարչապետին, այնուհետև տեղի ունեցավ Արաբկիրում ինչ որ ղարաբաղցի մարդկանց այդ սադրանքը կարելի ասել, այսինքն սա պլանավորած սադրանք է եւ փոխկապակցված են արդյոք այս ամենը եւ էլ ինչի ականատես կլինենք մինչեւ քարոզարշավի ավարտը։ Ակնհայտ է, որ սա նախասկիզբը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղափոխել է եւ հակահեղափոխություն իրականացնելն է, այն ծրագիրը, որ ունի Քոչարյանը եւ Քոչարյանամերձ շրջանակները, նախատեսում են, որ այն պայմաններով, որ Լեռնային Ղարաբաղից արդեն արտաքսված ադրբեջանցիների կողմից արտաքսված հայերը պետք է անպայման մասնակցեն ընտրություններին եւ սատարեն Քոչարյանին եւ սա իր շարունակականությունն ապահովեց եւ այս հանդիպումով եւ նրանց սպառնալիքներով, որը տերորիստական ակտ կարելի է համարել, որովհետեւ նման հայտարարություն ցանկացած երկրում դիտարկվում է որպես պետության նկատմամբ տերորիզմի դրսևորում եւ դրան հետեւեց նաեւ ընտրարշավի ընթացքում Լեռնային Ղարաբաղից փախստական ներկայացրեցին այդպես այդ անձի խոսույթը, որը ակնհայտ էր, որ շարունակությունն է այս ողջ գործընթացի, այսինքն օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Ինչպես վարչապետն է ասում, պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները ամենատարբեր իրենց հանդիպումներում ինչ որ կեղծ թեզեր են առաջ բերում, 5000 զոհ են ասում, ուռճացրած թվեր, հիմա էլ 300,000 ադրբեջանցիները դարձրեցին 500,000 ադրբեջանցիներ, որ իբրև թե գալու են, հավանաբար այդ փոքրիկ տեսանյութն էլ տեսած կլինեք ուժեղ Հայաստանի, որ իբրև թե եթե ընտրեք կգան ադրբեջանցիները, ձեր տները կլցվեն, առհասարակ սա ինչի մասին է խոսում։ Սա այն մասին է, որ հասկանալով, որ իրենք չեն կարող ժողովրդի համակրանք ունենալ, փորձում են կեղծիքներով իրենց ընտրարշավը կազմակերպել, մասնավորապես ցանկացած ուժ եւ ցանկացած քաղաքացի, երբ որ ասում են 5000 զոհ, այլևս կարող է չլսել այդ մարդուն, որովհետեւ ակնհայտ է, որ կեղծ տեղեկություն է սփռում եւ այնպիսի լարերի վրա է խաղում, որ հուզական է եւ հույս ունեն, թե դրանով կարող են ժողովրդի համակրանքը շարժել, բայց մեր ժողովուրդը հավաքական իմաստնություն ունի եւ երբեք առաջին իսկ ստի դեպքում չի շարունակի լսել հաջորդ կեղծ թեզը, որ ադրբեջանցիներով բնակեցնելու են, սա միգուցե իրենց ցանկությունն է, իրենց երազանքն է, որովհետև եթե հիշում եք ժամանակին ասում են մենք դպրոցներ կբացենք ադրբեջանցիների համար պայմաններ կստեղծենք նախորդ ժամանակահատվածում, բայց նման թեզ մենք չենք ունեցել, մեր իշխանությունը չի բանակցել նման թեզի շուրջ եւ այս արհեստական թեզով փորձում են վախեցնել մեր պարզ քաղաքացիներին, որ տեսեք նման հնարավորություն կա, որի մասին նաեւ վարչապետը նշեց, որ չկա նման թեզ մեր քննարկումներում նման թեզ չկա եւ իրենք որպիսի նաեւ ստանան նման կեղծ պատրանք իրենք ինչ են անում իրենք ասում են դե մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ետ կուղարկենք իրենց տարածքները դրանով իսկ ստիպելով որ Ադրբեջանի որոշակի շրջանակներ պատասխանեն ասելով որ դե ադրբեջանցիներն կվերադառնան Հայաստան իրենց բնակության վայրերը այսինքն իրենք պրովոկացիա են անում ոչ թե Հայաստան ոչ միայն Հայաստանի իշխանություններին այլև Ադրբեջանի իշխանություններին սա է նարատիվը իրենց ամբողջ քարոզարշավի Դուք եւս մասնակցում եք քարոզարշավին, նաեւ Սյունիքում եք, Վայոց ձորում ձեր հայրենի հանդիպումները ինչպես տեսնում ենք շատ ջերմ են անցնում, Երևանում նույնպես շատ լավ էին անցնում հանդիպումները, արդյոք այս սադրանքները, որը ակնհայտ է, հա, որտեղից են գալիս, ընդդիմությունը խոճապահար է լինում եւ տեսնում այդպիսի ջերմ ընդունելություն եւ փորձում են առաջ տանել իրենց այդ ներկայացրած թեզը, որ Երևանում վարչապետին այդքան էլ լավ չեն դիմավորում եւ հատուկ են անում այս ամեն ինչը։ Ես քանի օր Վայոց ձորում էի աշխատում եւ քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, պարզել եմ, որ միայն Քոչյանի եւ այս եռագլուխ կուսակցության անդամներն են հավատում կամ ցույց են տալի, որ հավատում են այս կեղծ թեզերին։ Բայց ժողովուրդը շատ լավ գիտի, որ նման բան չկա եւ որևէ կերպ չեմ կարծում, օրինակ ես վստահաբար ասեմ, Վայոց ձորում բացի ընդդիմության ներկայացուցիչ որևէ պարզ քաղաքացի չի հավատում նման թեզերին եւ ընդամենը ծիծաղ ու ժպիտ է առաջացնում այսպիսի կեղծ թեզերի շրջանառումը։
Նայեք, իրենք այդ փոքրիկ սադրանքը թեկուզ տեղային անում են, հետո նկարահանում են, հետո փորձում են մարդկանց մեջ տարածել։ Ըստ ձեզ դուք անդադ շփվում եք լայն հանրության հետ։ Մարդկանց մոտ դա ինչ ասոցիացիաներ է ստեղծում։ Հավատում են այդ ամենը, ինչ են հավատում։ Ասում ձեզ, որ միգուցե տարիներ առաջ նման բան կար, բայց հիմա քաղաքացիները բոլորը գիտեն, որ այս տեղեկատվական արշավի ժամանակ այդ հիբրիդային պատերազմ ասածը բոլորի համար արդեն ակնհայտ է եւ առաջին իսկ օրինակ ես 3 չեմ միսօր Եղեգիս համայնքում էի, քաղաքացիներ մոտենում են եւ ցույց էին տալիս, ասում են Ման Բագրատյան, այս տեսեք ինչ են ասում են դե դուք տեսնում եք որ կայքն է, իրանք ասում են ժպտալու ասում են գիտեն որ սրանք հերյուրանքներ են տարածում, այսինքն այլևս նույնիսկ յուղացիների շրջանում որտեղ ավելի հասանելիությունը համացանցի միգուցե քիչ է, բայց իրենք արդեն գիտեն կեղծ կայքերը հնարովի երևույթներ կար, ասենք վարչական ղեկավարին Արտաբունք համայնքի ամենավերջին խոսքերը, որը կին է, ամենավերջին խոսքերով անվանարկում են, բայց այս կայքը չեն կարողանում գտնել, այս օկտատիրոջը չեն կարողանում գտնել, որովհետև կեղծ օկտահաշվով է։ Իսկ սա նաև գյուղացիներն են տեսնում եւ նաև գիտեն, որ նման բաներ չկան, ասենք իբրև թե վարչական ղեկավարը պատրել է իրենց պաստառը եւ այլն, որը գոյություն չունի, բայց իրենք նույնիսկ այդ ասող մարդը չի համարձակվում, որովհետեւ գիտի դատի կտանք, այլ կեղծ օկտատիրոջ էջով են դա տարածում։ Սա պարզ հիբրիդային պատերազմի հետևանքներ են եւ կարծում եմ, որ նաև մենք անելիք ունենք, որ անընդհատ աշխատենք, հետո անընդհատ բացատրենք այս, որ եթե իսկապես նման բան կա, ինչու իրենց դեմքով հանդես չեն գալի, ինչու չեն գալիս բանավիճեն եւ ապացուցեն, սրանք պարզ հնարքներ են, կարծում եմ ժողովուրդը հաղթահարում է եւ առանձնապես չի ազդի տրամադրության վրա։ Նայեք, եթե արդեն այդ ներքին հիբրիդային պատերազմ հրահրողներին կարելի ասել, հա, դեմքով արդեն բոլորը գիտեն, 3 փաստերի ստուգման հարթակը ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին եւ ամենայն հավանականությամբ այդ ամեն ինչը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Ինչ կասեք այս մասով, սրա դեմ ինչպես պետք է։ Մենք գիտենք, որ եւ չեն թաքցրել ռուսական իշխանությունները չեն թաքցնում իրենց համակրանքը ընդդիմության նկատմամբ եւ ակնհայտ է, որ այս պլանավորումը կատարվել է իրենց այն պատկերացման, որ Գյումրիում իբրև թե իրենք հաջողվել են եւ կարող են նույնը նաեւ Երևանում կազմակերպել, Հայաստանում ազգային ժողովի ընտրությունների ստանալ նման արդյունք, հիասթափեցնեմ, որ բոլորովին հնարավոր չէ, որ այն ժողովրդի վստահությունը հավատը կատարված աշխատանքի նկատմամբ փաստերը չես կարող կեղծել, որովհետեւ մարդը արտանում է, տեսնում է իր դպրոցը, իր մանկապարտեզը կառուցված, իր ճանապարհը իր ֆերմերային տնտեսությունը, այս ամբողջը մեր ժողովրդի աչքի առաջ են։ Եվ իրենք շատ բարձ հարց են տալի, հաճախ ասում են ընտրակաշարք է, բուժօգնությունը, ապահովագրությունը, անվճար դեղերը, սրանք ընտրակաշարք են, այս մարդիկ ասում են, այդ ընտրակաշարքը չէր, ի ժամանակին դուք անեիք, մենք էլ ուրիշ ինչ ընտրեինք, ձեզ ընտրեինք։ Այսինքն մենք շատ ավելի իրենք պարզ ու ճիշտ են մտածում, քան հաճախ նույնիսկ այն լուրջ վերլուծաբանները։ Գյուղացի պարզ քաղաքացին ինքը իսկապես տիրապետում է եւ նաեւ իր հոգեկերտվածքով կողմ է կառուցելուն, ստեղծելուն, արարելուն եւ ինքը գնացել է հիվանդանոց, իր հարևանը գնացել է հիվանդանոց, տեսել է այդ բուժօգնությունը, ստացել է այդ թոշակը, ստացել է այդ հետ վճարը, այսինքն այս բոլորը իրականությունն է եւ այդ իրականությունը ոչ ոք չի կարող շղթել, հասկանում եք, ինչ կեղծ նարատիվ ուզում ես տարածի, փաստերը գործող իշխանության օգտին են։ Իսկ ժողովուրդը չի կարող դա շղթել, նույնիսկ ընդդիմադիր կեցվածքով մարդը ասում է, հա, սա արել են, բայց կարող են ավելի անել, որին ասես, բայց չէ որ դուք նախկինում կարող եք ինքներդ սա անել։ Այս հարցի պատասխանը այլևս չկա, որովհետև իրենք ընդհանրապես ուզում են, որ ասեն, որ կարող են ավելի անել եւ ամենաշատը տարածվում են այն կեղծ թեզերը, ձեր ասած այդ 300,000 ադրբեջանցի, թե որտեղից են սրանք հնարել, կամ ինչ 300,000 ոչ թե 100,000 կամ 7 միլիոն ասում են, որոնց պատասխանատվություն չունեն ուղղակի, կամ դուք ասում եք 5,000 զոհերի մասին, բայց ուղղակի պետք է մարդ ինչքան նենգ ու ստորը լինի, որ ասենք այդ ցավը ուզենա բազմապատկել, չէ, այսինքն մարդիկ գիտեն, ասենք
3833 զոհի մասին անազգաննով ամեն տվյալ կա, բոլորը գիտեն եւ դու կեղծում ես, այսինքն իրենք ուզում են ասել, որ ինչքան շատ զոհվեր, այնքան ընդդիմությունը կշահեր դրանից, որովհետեւ կարող էր դժգոհություն գեներացնել իշխանության դեմ։ Այսինքն ներքին ասելիքն էլ է նույնիսկ բարձ հասկանում եք։ Այսինքն ակնհայտ է, որ այդ մարդիկ մեր պետության, մեր ժողովրդի հոգսով չեն ապրում։ Այլ զուտ իշխանություն վերցնելու մոլուսկով են տարապում, այլ բան չեմ տեսնում ես։ Իդեպ Գագիկ Ծառուկյանի նախընտրական գործընկեր Անդրանիկ Թևանյանն էլ ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունի ընտրությունների արդյունքները։ Կարող ասել, որ այս մարդիկ շարունակում են Հայաստանը անցալել որպես Ռուսաստանի Դաշնության ֆորպոստ, չեն ուզում ոչ մի կերպ ընդունել մեր ինքնությունը, ինքնիշխանությունը։ Դե տարիներ շարունակ, հասկանում եք, եղել է Ռուսաստանի ֆորպոստի զգացողությունը, Ռուսաստանից թելադրվել են խաղի կանոններ, ընտրության արդյունքներ, ընտրության կեղծելու մեխանիզմներ, ֆինանսական հոսքեր, բոլորս ենք տեսել, այդ ընտրությունները այդպես չի, որ որևէ քաղաքացի չի տեսել, կարող են ուղղակի մեր երիտասարդները, որոնք նոր են 18 տարեկան դառնում, նրանք տեղյակ չլինեն, բայց ողջ հասարակությունը տեղյակ է, թե ինչ այլանդակ իրավիճակում էր գտնվում ընտրությունների արդյունքների կեղծելը, ընտրությունների հաջորդ օրվա ժողովրդի դժգոհությունը, ընդվզումը, ոտքի կանգնելը, դրանք բոլորս տեսել ենք, չէ՞, եւ նույն 2008 թվականի եւ դրանից առաջ 2004 թվականի եւ այսինքն անընդհատ այդ ընդվզումների ճնշելու այդ մեթոդները բոլորս տեսել ենք, բոլոր ընտանիքներում հիշում են, թե մարդկանց ոնց էին խեղում, ոնց էին ջարդում, փշրում փողոցներում։ Բայց հիմա նույն Քոչարյանը այնպես է խոսում, կարծես թե դա իր կառավարման տարիներին չի եղել այդ ծեծ ու ջարդը, ինքն էլ փորձում է այդպես սրբի կերպարանք ստանալ։ Ինքը մի անգամ ասաց ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ինքը սխալ կարծիք ունի ժողովրդի հիշողության մասին։ Ժողովրդի հիշողությունը շատ երկար է եւ մենք անդադ հիշեցնելու ենք այն ողբերգությունները, որ իրենց կառավարման տարիներին ունեցել է մեր ժողովուրդը։ Եվ այլևս այդ ժողովրդին ոչ մի ձևով չես կարող վերադարձնել նախկին վիճակին։ Այդ ժողովուրդը այլևս այդ ազատության եւ անկախության համը արդեն ունի եւ չի թույլ տալու, հասկանում եք, այդ ազատությունը մարդը ի ծնե ցանկացած մարդ, ոչ միայն հայերը, ցանկացած մարդ ծնվում է ազատության, անկախության, ամբողջ հոգեկան ներդաշնակության մեջ, որ պետք է սա լինի իր համար կենսական նշանակություն ունի այդ ազատությունը, քան որևէ նույնիսկ նյութական արժեք։ Եվ բնականաբար արդեն զգալով, որ սա ինչպիսի պետություն կարող է լինել եւ հաճախակի դուք բոլորդ եք լսել նույնիսկ ռուս բլոգերները ինչ մեծ սիրով են արտահայտվում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մարդկանց հարգանքի նկատմամբ, մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանքն են մատնանշում, մարդկային հարաբերություններն են մատնանշում եւ եթե մենք կարողանանք նաեւ այս ընտրության արդյունքում ատելության խոսքն էլ դադարեցնել, այսինքն ստեղծել որոշակի համերաշխության մթնոլորտ, մենք հրաշալի երկիր ենք ունենալու։ Խոսենք նաև Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին, նա այսպիսի մի բան է ասել, որ Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, Հայաստանում դեղին լրագրող։ Կհիշեք հավանաբար մի պահ այդ Իվանիշվիլի 2 օպերացիայի մասին էին խոսում այդ սցենարը իբրև թե փորձում են, հիմա նորից մեջտեղ են, հա, կարծեք թե բերում այդ սցենարը։ Բնականաբար իրենց մտքին այդ սցենարն է, իրենք նմանեցնում են, որ Վրաստանում ոնց Իվանիշվիլիի միջոցով հնարավոր եղավ պրոռուսական գիծը առաջ տանել, ընդհանրում են, որ Հայաստանում էլ է դա հնարավոր, բայց Հայաստանում դա հնարավոր չի բազմակի մի քանի լուրջ հիմնավորումներով, նախ մենք այն պրոռուսական ուժը դաժան պարտություն կրեց այս ամբողջ Ղարաբաղյան գործընթացի սկզբից մինչև վերջ եւ ժողովուրդը պարզ տեսավ, որ այլ շահեր են սպասարկում, հակառակորդ երկրների շահեր են սպասարկում, ռազմավարական գործընկերոջ որևէ ֆունկցիա չի կատարվել, այս բոլորը ժողովուրդը տեսավ եւ իրենք բոլորը գիտեն, ցանկացած ամենահեռավոր գյուղի ամենաբարձ քաղաքացու եթե դիմում է, ինքը անգիր գիտի եւ եթե Վրաստանում չկար այդ ատելություն, կար իհարկե տարածքային 2008 թվականի հետ կապված, բայց իրենք խաղացին այնպես, որ իբրև թե Իվանիշվիլին որևէ կապ չունի ռուսական ազդեցության հետ եւ դա անընդհատ շեշտվում էր, որ Իվանիշվիլին ուղղակի, այսինքն ավելի Սաակաշվիլու գիծը շարունակելու է շատ ավելի կոնստրուկտիվ տնտեսական լուծումներով։ Իրականության մեջ տեսանք, թե ինչ կատարվեց եւ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը պատրաստ չի փորձարկումների եւ կա հստակ ուրվագծված այն տեսլականը, որ ունի իշխող քաղաքական ուժը եւ դրա շուրջ համախմբված հանրությունը համոզված են, մենք մեր տեսլականում համոզված ենք, որ այս ճանապարհը կբերի անկախ զոր Հայաստանի տեսլականի վերջնական արդյունքին եւ այս ճանապարհը վստահ եմ, որ մենք ճիշտ ենք ընթանում։
Եվ ամփոփելով, թե ձեր քարոզարշավը ինչ տպավորություններ եք ստանում եւ ընդհանուր ընդդիմության պահվածքը ու խոսույթը։ Ճիշտ ասած ես տարածքում Վայոց-Ձորում որ գյուղ, որ ընտանիք, որ հանդիպել եմ, բացառիկ հասկացողության մթնոլորտում, քննարկման մթնոլորտում, հարցերին պատասխանելու տրամաբանությամբ, այսինքն նույնիսկ չի քննարկվել, որ ում են քվեարկում, ակնհայտ է, որ այդ մարդիկ գոհ են իրենց վիճակից, բնականաբար գործող իշխանությանն են ողջունում։ Մենք դա նույնիսկ չենք խոսում, որովհետև իրենց խոսույթը ընդամենը եւս մեկ հարց լուծելն է, եւս մեկ ճանապարհ կառուցելն է, եւս մեկ դպրոց կառուցելն է, եւս մեկ որևէ կառավարության կողմից պետական աջակցության ընդլայնման խնդիրներ են։ Այսինքն խնդիրներ են, որոնք իրենք ակնկալում են միայն իշխանությունից։ Եվ ես հարյուրավոր ընտանիքների հետ հանդիպել եմ, զրուցել եմ, վստահությունը շատ մեծ է իշխանության նկատմամբ։ Եվ կարծում եմ մենք այս գիծը պետք է շարունակենք, ավելի զարգացնենք, այո, նոր ծրագրերով հանդես գանք եւ կհաջողենք, որովհետեւ նպատակը մեր հանուն պետականության է։ Իսկ ընդդիմության այդ թունոտ հայտարարությունները ագրեսիվ։ Գիտեք, երբ որ իրենք դա այն ինչ որ ես ասացի, իրենք նույնպես տեսնում են։ Անհնար է չտեսնել, որ ժողովրդի առնվազն ճնշող մեծամասնությունը կիսում է իշխանության կարծիքը։ Իսկ ընդդիմադիր լինելը չի նշանակում, որ դու իրականությունը չես տեսնում։ Իրականություն տեսնելուց եւ ինչ-որտեղ անզորությունից կարող ես նաեւ արտահայտություններ, որոնք իսկապես ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորում։ Վերջերս նույնիսկ ասում եմ, մենք կարող ենք ընդդիմության առաջնորդներից մեկը ասում է, դա գելափեն կամ վիճակագրական ընդհանրապես որևէ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, ասում է, ինչ ոչինչ չեն ասում, որովհետև իրեն հարցնում են, որ ըստ սոցիոլոգիական հարցումների ԿՊ-ն առաջատարը նա պատասխանում է, որ բայց մենք $30,000 փող կտանք, մեր օգտին կգրեն այդ թվերը։ Այսինքն այս մարդիկ ամեն ինչ առուծախ են վերածել։ Եվ այդ առուծախի հայրենիք մենք չունենք, հասկանում եք։ Եթե դու կարող ես $30,000 տալ ընտրություններ կեղծել, $30,000 տալ, որ քո որդին միայն գնա արտասահմանում կրթություն ստանա, $30,000 որ դատարանը կոծկի սպանությունները, ոնց որ եղել են մինչև հիմա շարունակում են կոծկել, չեն կարողանում արմատախիլ անել այդ մաֆիայի ճյուղերը։ Այս ամեն ինչը եղել է ի սկզբանե այն պատճառով, որ ամեն ինչի մեջ միայն ֆինանսական հարցերով են իրենք, այսինքն ժողովրդի պետության տրամաբանություն գոյություն չունի այդ մարդկանց։ Եվ խոսենք հենց այսօրվա թարմ բացահայտման մասին հակակոռուպցիոն կոմիտեի, թեև ամենօրյա ռեժիմով ենք տեսնում կաշառքի վերաբերյալ, այսօր մի նոր ձայնագրություն դուրս եկավ, որտեղ էլի օգտագործել էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, գումար էին տվել, ծաղրական արտահայտություններ էին անում, թե մենք գումար ենք տալիս, իրենք գնում են ԿՊ-ի ժողովներին, այս մասով ինչ կասեք եւ առհասարակ սա հիմք չէ արդեն այդ ուժին զրկելու ընդհանրապես ընտրություններին մասնակցելուց։ Ասում ձեզ, որ իսկապես եւ նաեւ հանրային կարծիք եմ ուզում փոխանցեմ այդ հանդիպումների ժամանակ բացարձակ մեծամասնության ասում են ինչի չեք արգելում այս քարոզարշավը, ինչի եք թույլ տալի մարդիկ օրը ցերեկով անդադ կաշառք տալով շարունակեն մինչեւ հասնեն ինչ որ արդյունքի։ Տեսեք, իրենք ինչ հաշվարկ ունեն, իրենք ասում են 20% անդադ թմբկարում են, 20% աղքատ կա Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի փախստականներին եւս իրենք ներառում են, որ կգումարեն եւս այդ 20%-ին կստանան ինչ որ արդյունք։ Այսինքն էլի հիմքում դրել են ընտրակաշառքը, վճարել մարդուն եւ նրա ձայնը գնել։ Սա ուղղակի կարող եմ ասել, ձայն առնել ծախելու գործընթացը իրենց մոտ իրենք չեն դադարեցնելու եւ ասեմ նաեւ ես որոշակի տեղեկություն եմ տիրապետում, որը իհարկե չեմ կարող բացահայտ ասել, որ բացարձակ ճշմարտություն է, բայց տարածված մեր որոշակի շրջանակներից մենք տվյալ ենք ստացել, որ իրենք վերջին օրերին առավել ակտիվանալու են ընտրակաշառքների բաժանելու իմաստով։ Եվ սա մեր օպերատիվ աշխատակիցները, մեր ծառայությունները պետք է ամեն ինչ անեն կանխելու համար այդ որոշումը։ Եվ բնականաբար մենք չենք կարող բոլոր հանցագործությունները բացահայտել, դա բարդ է, գիտեք, լատենտություն ունի, երբ որ երկու կողմը համաձայնության են գալի, բայց պիտի խնդրենք, որ մեր բոլոր քաղաքացիները, որոնք նման տեղեկություն են ստանում, անպայման փոխանցեն ուժային կառույցներին, որպեսզի կանխենք չկեղծվի պետությունը, չտապարվի մեր պետությունը, մեր այս փխրուն ժողովրդավարական ընթացքը ամրացնենք, ոչ թե թուլացնենք, սա իմ հորդորը մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։